Պարոն Հովհաննիսյան, նմանատիպ քանի համաձայնագիր ունեն Հայաստանի Հանրապետությունը այս պահին վավերացրած քանի երկրի հետ, սա մեկ հարց, որտեղ իրապես կարևոր համաձայնագրեր են կրկնակի արկումը բացառելու, երկրորդ հարցը վերաբերում է ընդհանուր նմանատիպ համաձայնագրերի գործարկմանը, օրինակ եկամտահարկի մասով։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկը եւ նաեւ մի շարք երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ ավելի շատ արտագնա աշխատանքային միգրանտներ ունենք, այդտեղի եկամտահարկը կառուցվածքով եւ դրույքաչափով էապես իրարից տարբեր են, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական փոփոխությունների արդյունքում եկամտահարկը միացվեց պարտադիր գոյություն ունեցող սոցիալական վճարին եւ դարձավ մեկ միասնական հարկ, բնականաբար բարձրացավ դրա նաեւ դրույքաչափը։ Հիմա կարեք օրինակ կոնկրետ բերեք, ենթադրենք Ռուսաստանի Դաշնության եկամտահարկի հետ համեմատությամբ, այսինքն սրա արդյունքում ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկի դրույքաչափը ներառելով նաեւ այլ հարկատեսակ ավելի բարձր է, քան այդ համեմատվող երկրներում հիմնականում, որոնց հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր։ Հիմա այս մասով խնդրում եմ նաեւ մեր հանրության համար պարզ ասեք, թե ասենք օրինակ նման համաձայնագրեր ունեցող երկրներում աշխատող արտագնա միգրանտները այդ երկրներում եթե կան եւ աշխատում են, եթե ստանում են այնտեղ եկամուտ, ապա ինչ հարկային պարտավորություններ կարող առաջանա Հայաստանի Հանրապետությունում իրենց արտագնա աշխատանքից ստացած եկամուտների գծով։ Շնորհակալություն, կարևոր հարց եք տալիս։ Ուղղակի ասեմ, որ 2024 թվականին այսպիսի համաձայնագիր ստորագրել ենք նաև Ճապոնիայի հետ, թե մինչև այսօր ում հետ ունենք եւ ես կխնդրեմ նաև այդ ձեր հարցի հետ կապված պարոն Ալավերդյանը, ով որ մեր հարկային քաղաքականության վարչության պետն է, ինքը ավելի մանրակրկիտ այդ դետալներին անդրադառնա։ Շնորհակալություն, առաջի հարցի հետ կապված նշեմ, որ ունենք 51 երկրի հետ արդեն վավերացված եւ գործող համաձայնագրեր, այս համաձայնագիրը եւ Ճապոնիայի հետ համաձայնագիրը ստորագրված են վավերացման process-ների մեջ են, հավանաբար այս տարվա մեջ կավարտենք Հոնկոնգի դեպքում իրենք արդեն ավարտել են վավերացման process-ը, այս տարվա մեջ մենք էլ ավարտելու դեպքում եկող տարվանից ինքն էլ ուժի մեջ կլինի։ Ճապոնիան էլ մեր պայմանավորվածություններով այս տարվա ընթացքում վավերացումները կավարտենք իրենք գոնե խոստացել են, որ կավարտեն, հուսով ենք եկող տարվանից ճապոնական համաձայնագիրը եւս կգործի, ընդհանուր կունենանք այդ դեպքում 53 ստորագրված եւ ավերացված միջազգային գործող միջազգային կրկնակի արկում բացառող միջազգային պայմանագրեր։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, նշեմ, որ ֆիզիկական անձանց եկամուտների հարկման դեպքում կախված երկրի օրենսդրությունից, բնականաբար, եւ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի դրույթներից գործում է այն սկզբունքը, որ եթե եկամուտ ստացող քաղաքացին անձը պահպանում է օրինակ Հայաստանի դեպքում Հայաստանի ռեզիդենտությունը, Հայաստանը շարունակում է պահպանել իր համաշխարհային եկամուտներից իր հարկման իրավունքը, բնականաբար նվազեցնելով այլ երկրներում այդ եկամուտներից վճարված եկամտային հարկը, Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկից նվազեցնելով այլ երկրներում հաշվարկվող եկամտային հարկը, այստեղ կախված երկրներից բնականաբար պետք է դիտարկել երկրներում գործող դրույքաչափերը, երկրներում գործող հարկային բեռը, որտեղ գիտեք շատ երկրներում պրոգրեսիվ դրույքաչափեր են գործում եկամտային հարկի եւ հավանաբար ամենայն հավանականությամբ Հայաստանում գործող 20% դրույքաչափը գերազանցելու է արդյունավետ։ Ես խոսում եմ երկրների մեծամասնության մասին, Ռուսաստանի դեպքում ճիշտ է, նույն նոմինալ եկամտային հարկի դրույքաչափը այնտեղ եւս պրոգրեսիվություն կա, բայց սկսում է, եթե չեմ սխալվում, 13% դրույքաչափից եւ վերջերս կատարված փոփոխություններով իրենց մոտ աճում է 20 եւ ավել դրույքաչափ գործող եւ դա նշանակում է, որ այնտեղ վճարված հարկերը եւ նաեւ ռեզիդենտության կանոններից կախված այնտեղ որոշակի առանձնահատկություններ կան։ Մեր դիտարկումներով այնտեղ վճարված հարկերից հետո եթե անձը պահպանում է Հայաստանի ռեզիդենտություն ըստ Հայաստանում վճարվելիք հարկ չի առաջանում, որտեղ իրենց դրույքաչափը բարձր է լինում Հայաստանում գործող դրույքաչափից։
իրենց հարկման կանոնների մեջ սա քննարկել ենք նաև ռուսական գործընկերների հետ եւ միության գործընկերների հետ այսպիսի երևույթ ստանում ենք հենց կոնկրետ Ռուսաստանի Դաշնության դեպքը եթե դիտարկելուց լինի Արձագանքում եք բանը։ Խնդիրը այդ մեխանիզմը, որ դուք ներկայացրիք, այդտեղի խնդիրը ես շատ հստակ ներկայացրեցի, մենք նաև կարծեմ առիթ ունեցել ենք միասին հանրայինի եթերով սա քննարկելու, տեսեք, դուք ասում եք որպես կառավարություն, որ մարդիկ պիտի համընդհանուր հայտարարագրեն իրենց եկամուտները եւ այդ հայտարարագրի մեջ պիտի նշեն նաև օտարերկրյա պետություններում ստացած օրինակ որպես ֆիզիկական անձ իրենց աշխատավարձը, լավ, կամ այլ նման դրան հավասարեցված եկամուտ։ Հիմա խնդիրը գիտեք որտեղ է, ոչ թե որ վատ է այս կրկնակի հարկումը բացառել, ընդհակառակը դա լավ է։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկ կոչվածը, որը նաև նման անվանում ունի այդ երկրներում, որոնք մեր գործընկերներն են այս համաձայնագրի շրջանակներում, նույն բանը չեն։ Այսինքն հիմա դուք որ ասում եք 13% եւ 13%-ը նաև պրոգրեսիվ աճում է, այդ 13%-ից բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում, վճարում է նաև պարտադիր սոցիալական վճարներ։ Այդ պարտադիր սոցիալական վճարները եթե գումարես այդ 13%-ին, այդ մարդու համար էլ Հայաստանում այս սկզբունքի ներքո հարկ չի առաջանա, որտեղ այնտեղ արդեն ավելին քան 20% վճարած կլինի։ Հիմա դուք այդ նկատի չեք առնում, չնայած իմանալով, վստահ եմ ինձանից լավ իմանալով, եւ վերում եք այդ մարդուն ասում եք կգաս, ենթադրենք 7% էլ հարկ քո ստացած եկամտից արտագնա աշխատանքի մեկնող հարգելի քաղաքացի կվճարես Հայաստանում։ Սա ոչ միայն արդար չի, ազնիվ չի, այլ նաև հակասում է այս ձեր կողմից ներկայացված համաձայնագրերի բնույթին եւ տրամաբանությանը։ Սա է խնդիր, սա պիտի լուծենք եւ ոչ թե Չինաստանն ու Ռուսաստանը պիտի լուծի այդ խնդիրը, այլ պիտի լուծի Հայաստանի Հանրապետությունը։ Եվ դրա լուծման կան ամենատարբեր տարբերակները, որոնց մասին անընդհատ խոսում ենք, բայց անընդհատ այդ խնդիրները գնում են եւ մնում են։ Սա ստացվում է բնույթի մեջ ունենալ համաձայնագիր կրկնակի հարկումը բացառող, բայց նորից կրկնակի հարկել փաստացի, ում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը չգտնելով Հայաստանում աշխատանք, աշխատում է արտագնա եւ ստեղծում է եկամուտ, այստեղ էլ իրականացնում է սոցիալական ծախսեր, լուծում է նաև պետության չիրականացրած մի շարք խնդիրներ իր ուժերով։ Աշխատում է, որ աղքատ չապրի, բայց չի աշխատում, որ անընդհատ հարկ տա, կրկնակի հարկվի, չնայած ունենալով նաև այդպիսի հարկ չվճարելու իրավական հիմք, որը դուք այսօր ներկայացնում եք Չինաստանի հետ։ Սա է խնդիրը պարզ, թե չմնացածը ինչքան էլ փորձենք վարժ, այսպես այն կողմից գալ, այս կողմից գալ,